Եթերում ABC Newsroom-ն է, ես Աննա Սարգսյանն եմ, բարի երեկո հարգելի հետևորդներ, կարևոր լուրերը նախ համառոտ։ Խուզարկություններ Անդրանիկ Թևանյանի և Մարտուն Գրիգորյանի տներում ու գրասենյակներում, ինչ են փնտրում ԱԱԾ դիմակավորված աշխատակիցներն ու քննիչները։ Սկանդալային մանրամասներ, ինչ են առաջարկել Սամվել Կարապետյանին ձերբակալելուց առաջ։ Հարցումների պատերազմ, Կարապետյանը կասկածի տակ է դնում Գելափի տվյալները, ով է իրականում առաջատար։ Հոսանքազրկված ասուլիս Տիգրանաշենը կմնա արդյոք Հայաստանի կազմում, արձակուրդային օրերին Փաշինյանը ասուլիս է հրավիրել։ Սպիտակ խալաթներով դրամահավաք, բժշկական կենտրոններից ՔՊ դրամարկղ, ով է հավաքել կամավոր նվիրատվությունները։ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչներն ավարտել են Բարգավաճ Հայաստանի падգամավորի թեկնածու Մարտուն Գրիգորյանի տան և կուսակցության Գյումրիի շտաբի խուզարկությունը։ Իրավապահները դեռ չեն հայտնել, թե ինչ վարույթի շրջանակում էին իրականացնում քննչական գործողությունները, որոնք մոտ 7 ժամ տևեցին։ Գյումրիի ավականու անդամ Լիզա Գասպարյանի խոսքով խուզարկությունը հավանաբար տեղի է ունեցել Գյումրիում կայացած քաղաքական հանդիպման ժամանակ հնչած ելույթների ֆոնին, որտեղ Գրիգորյանը հայտարարել է, որ Գյումրի 2-ը լինելու է։ Այսօր նաև վաղ առավոտյան ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները Մայր Հայաստան կուսակցության գրասենյակում քննչական գործողություններ են իրականացրել, որին ներկա է եղել նաև կուսակցության նախագահ Բարգավաճ Հայաստանի նախընտրական ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանը։ Ծանուցագիրը ներկայացրեք, ես կանջատեմ։ Ծանուցագիրը ներկայացրեք, քննչական գործողությունը սկսեք, ես կանջատեմ։ Ծանուցագիրը ներկայացրեք, խնդրում եմ։ Ես այստեղ եմ գտնվում, ինչ տարբերություն ձեզ համար։ Ես կուսակցության վարչության անդամ եմ։ Ես չեմ նկարում, խնդրում եմ, ես չեմ նկարում, ես գոշին եմ նկարում։ Քննչական կոմիտեն էլ հայտարարել է, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախընտրական ցուցակում երկրորդ համար Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական վարույթ են նախաձեռնել պետական դավաճանության և լրտեսության համար։ Կոմիտեի տվյալով Թևանյանը падգամավոր եղած ժամանակ օտարերկրյա կառույցին իբր փոխանցել է ազգային ժողովի գաղտնի նիստի վերաբերյալ տեղեկություններ, դրա դիմաց ստանալով ավելի քան 600,000 դրամ, սակայն Թևանյանը մեղադրանքն անվանում է անհեթեթություն։ Էնի շուտ տեսել եք այդ հեքիաթը, որ տարածվել է քննչական կոմիտեի կողմից, դա է։ Ինչ հայտնաբերեցին, օրինակ, ինչ արդյունավետություն։ Չգիտեմ, ընտանեկան խոսքով է, ես իրավունք չունեմ։ Դե դուք տեսաք արդեն ինչ է անում։ Թե ես նախաքննությամբ վստահություն տվել իրավունք չունեմ բացահայտելու, մնացածը հավաստիացնում եմ ձեզ։ Պարոն Թևանյան, վաղուց մեր կողմից մոռացված իրեր։ Հայաստան դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն էլ հերքում է Նիկոլ Փաշինյանի պնդումը, թե տարիներ առաջ ինքը ձայնային հաղորդագրություն է ուղարկել Ռուսաստանի նախագահ Պուտինին հայաստանյան ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ։ Փաշինյանն այսօր էր պնդել, թե կարող է երաշխավորել, որ սոցիալական ցանցերում տարածված ձայնագրությունը իրական է և որ Ռոբերտ Քոչարյանը փորձել է այն Ռուսաստանի նախագահին հասցնել երրորդ անձի միջոցով։ Բայց երկրորդ նախագահը չի պատրաստվում Փաշինյանի դեմ դատական հայց ներկայացնել զրպարտության հիմքով։ Աղմկահարույց բացահայտում է արել ուժեղ Հայաստան կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։ Գործարարի խոսքով իրեն առաջարկել են եկեղեցու վերաբերյալ հայտարարություն անել, խոստացել են դրա դիմաց, դրանից հետո հեծը վերադարձնել։ Գործարքն առաջարկել են ձերբակալությունից առաջ։ Մինչև ձերբակալելը, որ 1000 հոգով հարձակվել էին տան վրա, իրենք բարձր մակարդակով կոնկրետ ինձ արել են առաջարկություն, որ գնամ սուրճ խմեմ մի տեղ, հայտարարեմ, որ եկեղեցուն չենք պաշտպանելու, դրանից հետո թե էլեկտրական ցանցերը, թե ամեն ինչը հետ է վերադարձվում, ես չեմ ընդունել առաջարկությունը և գնացել ենք առաջ։
Մինչ քաղաքական դաշտում շարունակում են փոխադարձ մեղադրանքները, ուժային կառույցների գործողություններն ու կուլիսային պայմանավորվածությունների մասին հայտարարությունները, հանրային տրամադրությունները եւս աստիճանաբար հստակ պատկեր են ձևավորում։ Քաղաքական ամենաթեժ զարգացումների ֆոնին հրապարակվել են նաեւ ընտրողների նախասիրությունները ներկայացնող նոր տվյալներ։ Գելափը ներկայացրել է վերջին հարցման արդյունքները, փորձելով ֆիքսել, թե այս պահին որ ուժերն են առավել մեծ աջակցություն վայելում հասարակության շրջանում։ Եվ այսպես, ըստ հարցման արդյունքների քաղաքացիական պայմանագիրն ունի 28.8% ձայն, ուժեղ Հայաստան դաշինքին վստահում է 14.9%, Հայաստան դաշինքին 12.1%, իսկ ԲՀԿ-ին 8.7%։ Սակայն այս հարցման արդյունքները կասկածի տակ է դրել հենց ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։ Նրա խոսքով իրենց թիմը պարբերաբար իրականացնում է ներքին սոցիոլոգիական ուսումնասիրություններ եւ ունի բոլորովին այլ պատկեր։ Մենք ամեն 15 օրը հարցում ենք անում եւ ունենք ճշգրիտ տվյալներ։ Մենք ամեն ինչ տեսնում ենք, մեր ուժեղ կողմերը, մեր թույլ կողմերը, ինչի վրա պետք է ուշադրություն դարձնենք, ինչը ուժեղացնենք, ինչի վրա ուշադրություն չպետք է դարձնենք, դա դրա համար է, ոչ թե կուսակցություններին, ինչպես իրենք անում են, դա տեխնոլոգիա է։ Անիմաց գրգռեն կուսակցություններին, հանեն իրար դեմ, իրանց համար այդտեղ ամենակարևորը Թաթոյանին անցկացնելն է։ Իսկ Փաշինյանն այսօր վաղ առավոտյան մամուլի ասուլիս էր հրավիրել քաղաքական հակառակորդներին դարձյալ մեղադրել ծանր հանցագործությունների համար։ Նաև հայտարարել է, թե լրտեսներ կան, որոնց մասին գիտեն, բայց դեռ ձեռք չեն տալիս։ Ասուլիսի առանցքային կետերը ռեպորտաժում։ Աշխատանքային շաբաթվա վերջին օրով ու աշխատանքային պաշտոնական ժամից 1 ժամ էլ շուտ Նիկոլ Փաշինյանը որոշել էր պատասխանել լրագրողների հարցերին։ Ու հենց այդ ժամանակ արդեն պետականացված հեծի խափանումները նկատվեցին նաև այստեղ։ Հոսանքազրկվեց շենքը ու ոչ մեկ անգամ։ Ռոմանը սովորը։ Հետո հերթը հասավ էմոցիոնալ ելույթներին։ Արցախը հայկական չհամարող երկրի ղեկավարը պարզվում է պատերազմից հետո 1 շաբաթ ոչ հաց է կերել, ոչ էլ ջուր է խմել, բայց հետո իր խոսքով հպարտացել է։ Հպարտ եմ, որ ինձ հաջողվել է Հայաստան դուրս բերել այդ թակարդից։ Բացի սա Արցախի շարժումը թակարդ որակող երկրի ղեկավարը մեղադրում է իր ընդդիմախոսներին, թե նրանք երկիրն ուզում են նորից գցել թակարդի մեջ։ Հարցեր հնչեցին Ռուսաստանի ղեկավարի հետ հարաբերությունների մասին։ Եթե Պուտինի հետ ընկեր է, ինչպես է, որ արտահանման խնդիր ունենք եւ ԵԱՏՄ-ում Հայաստանի Հանրապետության կարգավիճակն են քննարկում։ Ընկերական մասով, ինչպես ասում են, դրուժբա, սլուժբա։ Այսինքն ինչ կապ ունի ընկերական հարաբերությունները այս աշխատանքային հարցերի հետ։ Այսինքն եթե հարաբերությունները ընկերական են, այդ նշանակում է ոչ ԵԱՏՄ ապրանքը պետք է ԵԱՏՄ ապրանքի տակ կամ այդ նշանակում է ֆիտոստանդարտին չհամապատասխանող ապրանքները պետք է ասենք դե քանի որ ընկերական հարաբերություններն եկեք բոլոր կարգավորումներից դուրս գան։ Ընկերությունն ու գործը իրար չխառնող Փաշինյանը ասում է, թե 300,000 ադրբեջանցիներ չեն կարող գալ ու բնակվել Հայաստանում։ Հերքում է արևմտյան Ադրբեջան եզրույթը, մինչդեռ Նախիջևանի Օրդուբադում Մեղրիից առավելագույնը 20 կիլոմետր հեռավորությամբ Ադրբեջանը պետական մակարդակով նախապատրաստվում է վերադարձ դեպի արևմտյան Ադրբեջան խորագրով 3-րդ փառատոն կոնգրեսին։ Անուղակի խոստովանություն հնչեց այս ասուլիսի ընթացքում։ Խոսելով Տիգրանաշենի մասին Փաշինյանն ասաց. «Անկլավների թեմայից չենք կարող հրաժարվել եւ սլաքներն ուղեց Արցվաշենի կողմ, բայց այդպես էլ ուղիղ չպատասխանեց։ Տիգրանաշենը կհանձնեն»։ Եթե սահմանազատման ընթացքում ինչպես կանոնակարգով նախատեսված որոշ օպտիմալացումներ կլինեն, այդ կարա եւ լինի։ Եվ դա եթե լինի, կլինի բաց հրապարակային թափանցիկ։ Մինչև ադրբեջանցիները խոսում են վերադարձի մասին, Փաշինյանը Ադրբեջանի սրտով հայտարարություն է անում։ Ու եթե նախկինում խոսվում էր հատուկ կարգավիճակով Արցախ վերադարձի մասին, հիմա արդեն խոսույթը միանգամայն այլ է։ Արցախը համարում է ադրբեջանական ու համեմատում նրանց մյուս բնակավայրերի հետ։ Լեռնային Ղարաբաղի հարցը փակված է, Ղարաբաղի հարցը չի շարունակվելու։ Վերադարձի թեմա Ղարաբաղ չի լինելու, վերադարձի թեմա Նախիջևան չի լինելու, վերադարձի թեմա Բաքու չի լինելու, վերադարձի թեմա Սումգայիթ չի լինելու, վերադարձի թեմա Կիրովապատի չի լինելու եւ վերադարձի թեմա Եվլախ չի լինելու։
Վերադառնալով ներքաղաքական կյանքին ու եկեղեցու դեմ գործելավոճին, Փաշինյանն ասում է, որ իր համար վերջին շրջանի իրադարձությունները եղել են մեծ էմոցիոնալ շոկ, ինչից հետո սկսել է անգիր սովորել սաղմոսներ հոգևոր դատարկությունը լրացնելու համար։ Բայց չի նշել, թե այդ դատարկության ֆոնին է արդյոք սկսել եկեղեցու դեմ գործելը, բայց քննադատել է ամենայն Հայոց կաթողիկոսին, նշելով, թե նրա կերպարը խոր հոգևոր տպավորություն է թողնում այն մարդկանց վրա, ովքեր իր համոզմամբ երբեք չեն կարդացել ավետարանները, իսկ վեհափառին հեռացնելու իր ցանկությունը ներկայացրեց իբրև ժողովրդի կամք։ Ժողովրդի կամքի արտահայտությունը ինքնին մեզ բոլորիս կդնի իրողության առաջ եւ որոշման առաջ, որը պետք է կատարածվի։ Հետո անդրադառնալով դիմակավորված անձանց մասնակցությամբ տեսանյութին, որն ի դեպ առաջին անգամ շրջանառության մեջ դրել են հենց ԿՊԱ-կանները, Փաշինյանը նշել է, որ արդեն մոտավորապես պարզել են տեսանյութում երևացող անձանց շրջանակը, եւ ըստ Փաշինյանի, նրանք 2024 թվականից ի վեր Հայաստանում չեն գտնվում։ Մեկ ժամ տևած սահմանափակ թվով լրատվամիջոցների հետ ասուլիսից հետո, որպես վարչապետ արձակուրդում գտնվող Փաշինյանն ուղևորվել է Երևանի տարբեր համայնքներ նախընտրական քարոզարշավի։ Մինչ Փաշինյանը թվարկում է ուրիշների իբր հանցանքներն ու օրենքի խախտումները, ջրի երես են դուրս գալիս ԿՊԱ-մեր շրջանակի խախտումները, որոնք սակայն լիավապահներն ընթացք չեն տալիս։ Կրթական համակարգի ապաքաղաքականացման մասին խոստումները Հայաստանում հնչում են տարիներ շարունակ։ Իշխանությունը վստահեցնում է, որ դպրոցներն ու բուհերը պետք է դուրս մնան քաղաքական պայքարից, իսկ ուսուցիչներն ու դասախոսները պահպանեն չեզոքություն։ Սակայն ներքաղաքական ակտիվ շրջանը կրկին ցույց է տալիս, որ կրթական հաստատությունները ոչ միայն շարունակում են հայտնվել քաղաքական գործընթացների կիզակետում, այլ երբեմն հենց իրենք են դառնում քարոզչական հարթակ։ Այս անգամ ուշադրության կենտրոնում Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն է, որը սոցիալական ցանցում տարածել էր Սուրեն Պապիկյանի տեսանյութը կից քաղաքական գնահատականով, թեև գրառում է հետագայում ջնջել է։ Անի Աբաղյանը գիտի մանրամասները։ Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում տարածել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավորի թեկնածու Սուրեն Պապիկյանի այս տեսանյութը։ Զարմիկդ կամ հայերեն չհասկանալ, կամ հասկանալ հատուկ հանրությանը մոլորեցնել։ Պապիկյանի տեսանյութը իր էջում է դրել կից գրությամբ։ Դասալիքները չեն նահատակվում։ Մինչդեռ բարձրագույն կրթության եւ գիտության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում բուհի ռեկտորի վարքը վերահսկող օրենքը չի թույլատրում Հովհաննիսյանին նման գրառում կատարել։ Հանրային բուհի ռեկտորը իր առաջադրման ժամանակ եւ պաշտոնավարման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ, պարտավոր է դրսևորել քաղաքական զսպվածություն եւ չեզոքություն։ Փորձեցինք խոսել ԵՊՀ ռեկտորի հետ։ Հեռախոսահամարը միշտ զբաղված է։ Հաղորդագրությանը չի արձագանքել։ Նաև մեկնաբանության միջոցով արձագանքի սպասեցինք, գրեցինք։ Բուհի ղեկավարի քաղաքական չեզոքության պահանջը արդյոք իր վրա չի տարածվում։ Դասալիքները չեն նահատակվում ձևակերպումը ակադեմիական ու պաշտոնական խոսք է համարում։ Մինչ ռեկտորը լռում է, Աննա Կոստանյանը հստակ գնահատական է տալիս։ Ռեկտորը փաստացի ոչ միայն քաղաքական չեզոքություն չի պահել, այլև աջակցել է իշխող ուժին։ Ռեկտորը կոպիտ խախտում է թույլ տվել եւ դա չգիտենք որքանով է օրինակ գիտխորհրդի ուշադրության կենտրոնում, արդյոք գիտխորհուրդը այս հարցը կարող է իր ուշադրության շրջանակ մտցնել եւ քննել։ Սակայն այստեղ ամենազավեշտալին նաև այն է, որ Երևանի պետական համալսարանի ռեկտորի տեղապահը 2 օր անց ոչ միայն գրառումն է հեռացնում, այլ նաև ջնջում է, այսպես կոչված, իր սոցիալական ցանցի էջերից հետևորդին ճակերտավոր, ինձ սա արդեն խոսում է նրանց ժողովրդավարական կեղծ արժեքների մասին։ ԵՊՀ ռեկտորը իր գրառմամբ ուսանողներին ուղղորդելու պետական կրթական համակարգը քաղաքական գործընթացների մեջ է ներքաշում, նշում է Կոստանյանը։ Ինչ հետևանք է ստացել ԵՊՀ ռեկտորի արարքը։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հղում է անում մայիսի 18-ին Ժաննա Անդրեասյանի օրեր առաջ արած մեկնաբանությանը։ Համապատասխան պարզաբանումներ ուզել ենք թե դպրոցներից, թե մարզից, ստացել ենք տեղեկատվությունը եւ առաջիկայում նաեւ կլինեն համապատասխան քայլերը։ Բացի այդ, մենք տեղեկացրել ենք, որ յուրաքանչյուր ահազանգով ըստ անհրաժեշտության նաեւ իրավապահ մարմիններին ենք դիմում։ Իրավապահ մարմիններից դատախազությունը չի պատասխանել, գրավոր հարցում է պահանջել։ Քննչական կոմիտեից էլ հայտնեցին հաղորդում չեն ստացել։
Ակտիվ քարոզարշավի փուլում նկատում ենք, որ ոչ միայն բուհերը զերծ չեն մնում քաղաքականությունից, այլ նաև դպրոցները տնօրենների գլխավորությամբ եւ աշակերտների ակտիվ մասնակցությամբ։ Օրինակ, մայիսի 21-ին վերին արտաշատում էին հավաքվել դպրոցների աշակերտներ, ուսուցիչներ ու տնօրեններ։ Ուսուցչուհիները գիտեն, որ շուտ եք դուրս եկել, թե թույլ են տվել։ Թույլ են տվել։ Ինչ ասացի։ Ասեցին կարակ գնաք, որտեվ իրանք էլ են եկել։ Հա, բոլորով եկել եք, որ դիմավորեք վարչապետին։ Իսկ ձեր դպրոցը ոնց էր կոչվում։ Վերին արտաշատի միջնակարգ դպրոց։ Նորենի անուն ազգան։ Հախնազարյան Շուշան։ Իսկ էլի դասարաններ են ձեզ հետ այստեղ ճանաչում եք ձեր դպրոցից շատ կա։ Շատ են։ Ուսուցիչներն էլ, բոլորն էլ այստեղ։ Հա։ Տնօրենն էլ այստեղ։ Հա, տնօրենն էլ այստեղ։ Աշակերտը նշել է, որ իրենց դասերն ավարտվում են մոտ 14:00-ին, բայց Փաշինյանին դիմավորելու համար ավարտել են 2 ժամ շուտ։ Մայիսի 13-ին Փաշինյանի ապարան այցի ժամանակ ևս դպրոցականները դասին լինելու փոխարեն ՔՊԻ շապիկներով քարոզարշավի էին գնացել։ Այդ օրերին Դանիել Յոհաննիսյանը հայտարարել էր, թե անկախ դիտորդն աշխատում է աշխատանքային ժամին դասատուներին ու աշակերտներին, դասապրոցեսի տեղը ՔՊԻ հավաքին տանողներին վարչական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։ Երեխեք ես դասից փախել եք։ Ասում են այո։ Դուք լրիվ իմ հետևից ենք ընկել։ Իսկ ականատեսն արձանագրել է, որ հանրակրթական ուսումնական հաստատությունների ներգրավումը նախընտրական գործընթացներին, ուսումնական պրոցեսի կասեցումը եւ անչափահասներին որպես քաղաքական ֆոն գործածելը հակասում են ուսումնական հաստատությունների ապաքաղաքականացվածության սկզբունքներին եւ ժողովրդավարական ընտրությունների միջազգային չափանիշներին։ Իրենք տասնյակ տարիներ դրոշակ դարձրած բուհերի քաղաքականացնելու հարցը անընդհատ խոսել են ապաքաղաքականացման մասին, բայց հենց իրենք իսկ տասնապատիկ ավելի անգամ քաղաքականացրել են բուհերը։ Դպրոցների քաղաքականության մեջ ներքաշվելու դեպքերը սկսել են մինչև քարոզարշավը։ Ակնառու օրինակներից է քաղաքացու օրը ապրիլի 25-ին Արարատի մարզի Այգեզարդի միջնակարգ դպրոցի աշակերտների ելույթը։ Նրանք երգում էին ՔՊԻ քարոզարշավի երգը։ Բայց գործող իշխանությունը անդադար հայտարարում ու խոստանում էր բուհերը կրթական համակարգը զերծ պահել քաղաքականությունից։ Մենք ներկայացրել ենք բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքը եւ մենք մնում ենք նույն դիրքերում, նույն սկզբունքներում, որ այո չպետք է լինեն քաղաքական դեմքեր, պաշտոններ զբաղեցնողներ։ Եվ մինչ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նշում է, որ օրինակ ապարանի եւ մյուս դեպքերի նկատմամբ հետեւողական լինելու դեպքում կկանխեն նորերը, վերին արտաշատում ուսուցչական անձնակազմն ու աշակերտները շտապում են քարոզարշավի դասապրոցեսը կիսատ թողնելով։ Իսկ ԵՊՀ ռեկտորը գրառում է անում եւ ջնջում։ Մեր հարցին դեպքերի հաջորդական կրկնությունը ցուցիչ չէ, որ նախարարությունը հետևողական չէ։ Խոսնակն ասաց, յուրաքանչյուր ահազանգի տրվում է համապատասխան ընթացք։ Անի Աբաղյան, Սամվել Իսրայելյան, Անդրանիկ Մանսուրյան, ABC Media։ Ոչ միայն կրթական, այլև առողջապահական համակարգն է հայտնվել քաղաքական քննարկումների կենտրոնում։ 2025 թվականի մարտի առաջին շաբաթվա ընթացքում տասնյակ բժշկական կենտրոնների տնօրեններ գրեթե միաժամանակ 100 հազարավոր դրամների նվիրատվություններ են կատարել քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Փոխանցումների աշխարհագրությունը լայն է, մարզային բուժհաստատություններից մինչև նախարարության ենթակայությամբ գործող կենտրոններ, իսկ ժամանակագրությունը չափազանց համաժամանակյա եւ հարցեր առաջացնող։ Առավել ուշագրավ է, որ նվիրատվությունների ցանկում հայտնվել են նաեւ պաշտոնյաներ, որոնց անունները կապ են ունեցել սկանդալների եւ քրեական վարույթների հետ։ ՔՊԻ դրամահավաքի գաղտնի մեխանիզմի հետքերով գնացել է Սերդա Մակարյանը։ 2025 թվականի մարտի առաջին շաբաթը քաղաքացիական պայմանագիր կուսակցության համար եղել է յուրօրինակ դրամահավաքի շրջան։ Տասնյակ բժշկական կենտրոնների տնօրեններ նույն ժամանակահատվածում կուսակցությանը փոխանցել են 100 հազարավոր դրամներ։ Միայն մարտի 4-ից 11-ն ընկած ժամանակահատվածում առնվազն 23 բժշկական հաստատության ղեկավարներ ընդհանուր ավելի քան 5 միլիոն 700 հազար դրամի նվիրատվություն է կատարել իշխանական կուսակցությանը։ Հուսամ, որ դա բժշկական կազմակերպությունների տնօրենները իրենց գրպանից են արել, այլ ոչ թե բժշկական կենտրոնների բյուջեից, որովհետև եթե դա բյուջեից լինի, դա կլինի արդեն խորը քրեական գործի հիմք։
Ընդհանուր առմամբ 2025 թվականի ընթացքում առնվազն 31 բժշկական կենտրոնի ղեկավար ՔՊ-ին փոխանցել է մոտ 8 միլիոն դրամ։ Այդ կառույցներից 19 առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող հիմնարկներ են, մյուսները մարզային ենթակայության։ Ուշագրավ է ոչ միայն գումարների չափը, այլև փոխանցումների ժամանակագրությունը։ Մեստեղ եղել է հանձնարարական, ես կարդացել եմ հոդվածը, որովհետև բոլորը նույն օրն են փոխանցումներ արել, եթե չեմ սխալվում։ Այսինքն եղել է հանձնարարական եւ հանձնարարականի հիման վրա եղել են փոխանցումներ։ Եվ եթե Անահիտ Ավանեսյանը ասում է, որ մարդիկ ուզեցել են արել են այդ փոխանցումները, կարելի է մի այլ ուսումնասիրություն անել, օրինակ տեսնել այդ մարդիկ, այս բժշկական կենտրոնի տնօրենները, մինչև բժշկական կենտրոնի տնօրենները արդյոք կատարել են ինչ-որ կուսակցությունների նման ժեստեր, արդյոք նրանց համար ինչպես է եղել, որ նույն օրն են բոլորը փոխանցումներ արի։ Մարտի 4-ին եւ 5-ին նվիրատվություններ են կատարել Շիրակի մարզի մի շարք բուժհաստատությունների ղեկավարներ։ Հաջորդ օրը մարտի 6-ին արդեն կեսական միլիոն դրամ են փոխանցել հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային ու քրեակատարողական բժշկության կենտրոնների տնօրենները։ Նույն օրը փոխանցումներ են իրականացրել նաև Աբովյանի, Հրազդանի, Վանաձորի եւ այլ բժշկական կառույցների ղեկավարներ։ Մարտի 7-ին նվիրատվությունների նոր ալիք է սկսվել ընդամենը 1 օրում, ավելի քան 1.5 միլիոն դրամ է փոխանցվել կուսակցությանը։ Այդ ցանկում են եղել Նաիրի բժշկական կենտրոնի, Ավան հոգեկան առողջության կենտրոնի, Չարենցավանի եւ այլ բուժհաստատությունների ղեկավարներ։ Բժշկական կենտրոնի տնօրենները, բացի այն, որ տնօրեններ են, նրանք նաև ակտիվ գտնվում են շատերը տարբեր ավականիների կազմում, ավականու անդամներ են ՔՊ կուսակցության, եւ բնականաբար ամբողջ քաղաքական կուրսը ուղղել են դեպի հիվանդանոցներ, պոլիկլինիկաներ։ Հատկանշական է, որ նվիրատվությունների շղթան դադարել է միայն շաբաթ-կիրակի օրերին, ապա նույն ինտենսիվությամբ շարունակվել մարտի 10-ին։ Միայն մեկ շաբաթում իշխանական կուսակցությունը ստացել է բժշկական կենտրոնների ղեկավարների տարեկան նվիրատվությունների հիմնական մասը։ Այս ամենը հարցեր է առաջացնում, խոսքը բացառապես անձնական քաղաքական համակրանքի մասին է, թե համակարգում գործել է չգրված պարտադրանքի կամ ակնկալիքի մեխանիզմ։ Առողջապահության նախարարությունից պնդում են, որևէ ուղղորդում չի եղել, եղել է բաց հայտարարություն, ովքեր ուզել մասնակցել են։ Ապահովվել է նաև թափանցիկությունը։ Նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատուրյանն ասում է, արտառոց բան չեմ տեսնում։ ՔՊ-ին նվիրատվություն առած բժշկական կենտրոնի տնօրենների ցանկում է Սևանի ԲԿ նախկին տնօրենը, որի լիազորությունները դադարեցվել են 2026 թվականի մարտին կոռուպցիոն սկանդալի համար։ Ըստ հակակոռուպցիոն կոմիտեի հայտարարության նա գործածել է իր լիազորություններն ու 2 միլիոն դրամից ավելի գումար է հափշտակել բժշկական կենտրոնից։ Նիկողոսյանը եւս մեկ օրում մի քանի տասնյակ ԲԿ ղեկավարների նվիրատվությունը ՔՊ-ին արտառոց չի համարում։ Ձեր թե բժշկական կենտրոնի բյուջեից է փոխանցումը տեղի ունեցել եւ անձնական միջոցներից։ Փոխանցումը քաղաքացիական պայմանագրին եղել է ձեր կամքով թե հորդոր է եղել։ Չէ, իմ կամքով։ Իդեպ նրա դեմ վարույթ նախաձեռնելուց ու լիազորությունները դադարեցնելուց օրեր անց նա նախարար Անահիտ Ավանեսյանի հետ մասնակցել է Սևան ԲԿ-ում կատե սենյակի բացման արարողությանը։ Ես իրավունք ունեմ, ես հրավիրված եմ եղել, ես եմ այդ կատեն սարքել դրել, դրա այդ քրեական գործում էլ օպերատիվ տեղեկատվությունը կա, որովհետեւ օրենքի խախտում ես չեմ արել։ Մյուս նվիրատուն Մարտունու բժշկական կենտրոնի տնօրենն է, որը մասնակցում էր եկեղեցու դեմ արշավին։ Նա իր հարցազրույցներում չի հերքել, որ աջակցում է քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Մասնագետների կարծիքով նման համաժամանակյա ակտիվությունը հատկապես պետական համակարգում միշտ էլ վարչական ազդեցության կասկածներ է առաջացնում, նույնիսկ եթե ուղիղ հրահանգի ապացույցներ չկան։ Սեդա Մակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Լճաշեն գյուղում այսօր 29-ամյա երիտասարդի հուղարկավորությունն էր, որին սպանել են օրեր առաջ դանակի 6 հարվածով։ Նրան դանակահարողը 24-ամյա երիտասարդ է, որին ձերբակալել են։ Պարզվում է, նա նախկինում էլ է հայտնվել ոստիկանություն այլ դրվագով։ Մեր նկարահանողումն է եղել դեպքի վայրում։ Սևանում 29-ամյա տղայի են սպանել դանակի 6 հարվածով։ Հենց այս բենզալցակայանում էին օրեր առաջ ծեծել տղայի հորը, ով նկատողություն էր արել, տարածքում ծխել չի կարելի։ Որդին ժամեր անց հանդիպել էր հորը ծեծողների հետ։
Իմ գործընկեր Սեդակ Յուրեղյանը քիչ առաջ է վերադարձել Սևանից, ռեպորտաժը դեռ պատրաստման փուլում է։ Այն կարող եք դիտել ABC լուրերի ժամը 21-ի թողարկման ընթացքում։ Մեր հաջորդ ռեպորտաժի հերոսը 30-ամյա Ջորջ Ալին է, Բանգլադեշից։ Հավանաբար շատերիդ հայտնի է նա համացանցից։ Ալին Հայաստան է եկել կորոնավիրուսային համաճարակից հետո, կորցնելով աշխատանքն ու բիզնեսը։ Այսօր ապրում է Երևանում, աշխատում տարբեր ոլորտներում, սովորում հայերեն, բախվում խտրական վերաբերմունքի, բայց միաժամանակ փորձում հասկանալ ու սիրել այն երկիրը, որն արդեն ինչ-որ չափով իր տունն է դարձել։ Սա պատմություն է օտարության, ինքնությունը պահպանելու պայքարի եւ մի մարդու մասին, որը անկախ բոլոր դժվարություններից շարունակում է հավատալ, Հայաստանում դեռ կարող է իր ապագան կառուցել։ Սվետլանա Պետրոսյանի ռեպորտաժը։ Ջորջ Ալին է։ Ոչ, խոսքը ամերիկացի դերասանի մասին չէ։ Խոսքը Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայից Հայաստան տեղափոխված 31-ամյա երիտասարդի մասին է, որը արդեն 4 տարի է ապրում է Երևանի բնակիչների շրջանում Բանգլադեշ անունով հայտնի հարավ-արևմտյան թաղամասում։ Ես մի հատ բիզնես ունեցել եմ, որ փոքր ռեստորանին, թե չէ բիզնես կիններ, ով իրանց տանից ուզում է բիզնես սկսի, ես իրանց օգնել եմ ոնց իրանց բիզնեսը տանում է online with logo, business card ու ամեն ինչով։ Ու ես հետո հետզանիվով իրանց վեշներ, delivery պես, այդպես բիզնեսի պես, այդպես սպասարկել եմ։ Թուխ մաշկով, համեստ ու մի ժպտացող Ջորջը պատմում է, որ մինչև Հայաստան գալը երկար տարիներ ապրել ու սովորել է Չինաստանում։ Նա մոտ 12 տարի անգլերեն է դասավանդել, սակայն քովիդի պատճառով վերադարձել է հայրենիք Բանգլադեշ ու հենց համաճարակի տարիներին էլ նրա բիզնեսը ծանր հարված է ստացել։ Մի օր իմ անգերոջի հետ նստած մտածում եմ ինչ անեմ, որ վերջի հավաքած փողներ ունեմ ու ոնց ինչ կարամ անեմ լավ։ Իմ անգեր ինձ առաջարկել է, որ ձեր պես տղա պետք է երկրից դուրս եթա։ Իմ մի հատ անգեր առաջարկել է, որ Ջորջ փորձեք Արմենիա ու սկիզբից ես էլ չեմ ջոգել եմ, որովհետև մեր մոտ էլ մի հատ տարածք ունենք Արմենիա անունով, Արմանի տոլա, դա շատ հին տարածքն է, որտեղ հայներ ապրել է հայկական գերեզման ու դեբրոցել ունենք։ Ջորջը պատմում է, որ միշտ ինքնուրույն ու համարձակ է եղել։ Սիրում է գնալ իր նպատակների հետևից։ Հիշում է, երբ առաջին անգամ ընտանիքին ասել է, որ ցանկանում է տեղափոխվել Հայաստան, մայրը շատ է անհանգստացել, սակայն վստահ է եղել։ Եթե Ջորջը որոշել է ինչ-որ բան անել, ապա անպայման կանի ու կհասնի իր նպատակին։ Նրա խոսքով իր համար փակ դռներ պարզապես գոյություն չունեն։ Սկիզբից իմ մամա չի բան արել, չի հավատել, որ դա լավ երկիր կլինի մեր համար, որովհետև այստեղ մի հատ բան կա, մենք մեր ազգից, որ մենք իմիգրանտ դառնում ենք, դա մեր համար կյանք շատ դժվար է սարքում։ Ջորջը հիշում է, առաջին օրերը Հայաստանում հեշտ չէին, բայց ինչպես ինքն է ասում, ճակատագրից չես փախչի։ Բանգլադեշից եկել եմ Բանգլադեշ, դա իմ համար շատ հետաքրքիր բան է։ Ես էլ չեմ որոշել եմ, այտենց ազվացից սարկած է եկել, ես Ձավանոց airport-ից դուրս եկել եմ ու տաքսի կանչել եմ, տաքսիստը ինձ հարցում է, որ երկրից եք, մի հատ պատմություն է, այտենց իմ տաքսիստը հարցում է, որ երկրից եք, ես ասում եմ Բանգլադեշ, որ ինքը միշտ չի ջոգը սկիզբից, ասում է, չէ, which country, ես ասում եմ Բանգլադեշ, մտածել է, որ ես ասում եմ ձեր Բանգլադեշի մասին։ Հետո 4 տարի ես նույն տանում ապրում եմ։ Սկզբում աշխատել է անգլերենի ուսուցիչ, սակայն ինչպես ինքն է ասում, հաճախ բախվել է խտրական վերաբերմունքի։ Որոշ ծնողներ ակնարկելով նրա արտաքինն ու բանգլադեշցի լինելը պարզապես չէին ցանկանում, որ իրենց երեխաներին նա դասավանդի։ Ես հայերեն вообще չգիտեի սկիզբից, ու ես մտածել եմ, որ Հայաստան գամ, սկսեմ անգլերեն դասատելու գործը, այստեղ անգլերեն դասատելու գործի համար չի ընդունվել, սակտեգա ուզում է, որ կամ հայ լինի, կամ չգիտեմ էտի ասելու ճիշտ է, թե չէ, սիպտակ լինի, որ American, British, որ նայում է հինդի, թե մեր ազգից, Բանգլադեշի մակարդակ չի նայում, որ ես IELTS-ի մակարդակ ունեմ։ Ջորջ Ալին Հայաստանում արդեն ընկերներ ունի։ Առաջինը հիշում է Անդրանիկին, որը նաև օգնել է իրեն հայերեն սովորելու հարցում։ Սակայն նրա կարծիքով հայերի հետ մտերմանալ ու ընկերանալ հեշտ չէ։ Հայների հետ անգերություն առնելու շատ դժվար է։
Էդի մենտալիտի հետ կապված է ու մի քիչ իգոյի հետ կապված է, որ հայն էլ շատ մեծ ազգ է եկել, ու թագավոր ազգ է եկել մենք։ Նա ասում է, հաճախ իրեն շփոթում են հնդիկների հետ։ Շեշտում է, թեև արտաքինով կարող են նման լինել, սակայն իրենք բանգլադեշցիներ են, խոսում են բանգալերեն եւ ունեն սեփական պատմություն ու ինքնություն։ Ամեն հոգի վերայց հոտ չի գալիս, ամեն հոգի փնտի չի ու ես որ մայրաքաղաքի տակ եմ, ես դասատու եկել եմ 12 տարի, ես ինձի կարամ պահեմ նորմալ, բայց ես ամեն անգամ չեմ կարա թանկ շորով աշխատեմ, որովհետեւ մեր գործը вообще ուրիշ է։ Թեև շատ է կարոտում ուսուցչի իր աշխատանքը, բայց ստիպված է եղել դադարեցնել դասավանդելը։ Ես այստեղ զբաղվում եմ իմ բիզնեսով, ես իմ գլխի տեր եմ։ Ես այստեղ մակրետիոնի մասին սպասարկում եմ տարբեր շենքում, տարբեր օբյեկտներում, ռեստորան, շարմանոցի հետ, ԱԴԶ-ի վրա պայմանավորվածություն ու ես մի հատ էլ փոքր բիզնես ունեմ, իմ բիզնեսի անունը Poster Dome, Instagram-ով կնայեք, ես ռեկլամ սարքում եմ փոքր։ Բայց սպասարկման ոլորտում աշխատելիս եւս հանդիպել է խտրական վերաբերմունքի։ Չնայած դրան ասում է, ընդհանուր առմամբ Հայաստանում իրեն ապահով է զգում։ Նա նույնիսկ չի բացառում, որ մինչև կյանքի վերջը կարող է Հայաստանում ապրել։ Շինարարություն գործի մեջ հայ ակտորներ գործանում 10,000 դրամով։ Եթե մենք մտնում ենք, մեզի տալիս է 7,000 դրամ։ Հայ ակտորներին նստում է, մի ժամ պերելի վանում է, вообще խնդիր չի կա։ Մենք նստում ենք 30 րոպե անցել է ու սկսել է հոտ սնչելու վիզի վրա։ Վաղբեր հելեք գործ կա, հելեք ժամանակ չի կա։ Հայաստանում ապրելով նա սկսել է բացահայտել նաև այն մշակույթը, որն այսօր արդեն ինչ-որ չափով իրենն է դարձել։ Ասում է, հայերի ու բանգլադեշցիների միջև շատ ընդհանրություններ է նկատել, հատկապես խոհանոցում, իսկ հայկական ուտեստներից ամենաշատը սիրում է տոլման։ Նրան զարմացրել են նաև Երևանի փողոցներում ամեն քայլափոխի հանդիպող ցայտաղբյուրները։ Շատ քիչ է այդեն ժամանակ եկել, որ ես պետք է խանութ մտնեմ ու ջուր առնեմ իմ համար, որ չորանում է ու ուզում եմ մի տեղից բան անեմ, ջուր քմեմ, մի 500 մետրի մեջ մի հատ պուլպուլակ կա։ Թեպետ արդեն հասցրել է շրջել Հայաստանի տարբեր վայրերով, խոստովանում է, ամենաշատը ցանկանում է այցելել Սյունիք, հատկապես Մեղրի։ Ես Սևան գնացել եմ, Սևան ու Դիլիջան, ես սիրել եմ մի անգամից, որ Դիլիջան գնացել եմ, ինձի Դիլիջանի, որ անտարի մաս կա, շատ նստել եմ սիրտի։ Հայ աղջիկների մասին խոսում է հիացմունքով, բայց ասում է, դեռ ամուսնանալու մասին չի մտածում։ Տղամարդ եմ, ուզում եմ, բայց ճիշտ ասած ես չեմ ուզում խնդիր դառնամ ուրիշ մարդի համար, որովհետև հիմա եթե այս պահին ազգի հետ կապ չունի, եթե նորմալ մի հատ աղջիկի հետ ես ամուսնանամ, այս աղջիկին ես այդպես պետք է պահեմ, որպես իրանց պապա իրանց պահելա, որ աղջիկներին իրանց պապայի թագրուհի է։ Նա խոսում է նաև կացության թղթի կարևորության մասին։ Ասում է, առանց դրան օտարերկրացու համար Հայաստանում ապրելն ու աշխատելը շատ ավելի բարդ է։ Այս կացության թուղթը էդի պայմանագիր պես է, որ ես ձեր երկրում օրենքով պայմանագրած ապրում եմ, հարգմուծում եմ, եթե վագա մյուս օր ես հիվանդանամ, ես կարամ էթամ մի հատ ապավացեմ ու մի հատ ձեր պետական հիվանդանոցի մեջ էլ բուժեմ, այդտենց մոմենտներ կա, որ օգնում է։ Բայց անկախ բոլոր դժվարություններից Ջորջը վստահ է, մարդը պետք է պայքարի իր նպատակների համար։ Ասում է, երբեք չի ամաչել որևէ աշխատանքից։ Իր խոսքով Հայաստան է եկել կյանքը կառուցելու, ոչ թե պարզապես գոյատևելու համար։ Ու հիմա անում է ամեն ինչ, որպեսզի տարիներ անց կարողանա հաջողության հասնել։ Նույնիսկ կատակով ասում է, 10 տարի հետո ուզում է Երևանի փողոցներով Լամբորջինիով շրջել։ Միայն մի բանի համար է երբեմն ափսոսում։ Ասում է, ծնողների աջակցությամբ համալսարանում երկար տարիներ սովորել է, գիտելիք ու փորձ է ձեռք բերել, բայց այսօր չի աշխատում այն մասնագիտությամբ, որի համար այդքան ջանք է ներդրել։ Սվետլանա Պետրոսյան, Մհեր Դավթյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Այս ժամի լրահոսն այսքանն էր, շարունակեք հետևել մեր հրապարակումներին, վստահ եղեք, որ բաց չեք թողնի տեղական ու միջազգային ամենահրատապ նորությունները։ ABC լուրերի հաջորդ թողարկումը ժամը 21-ին է։ Հաջողություն։